Բանակը զինում են այնպիսի սպառազինությամբ, որը արդյունավետ է իր կիրառմամբ եւ ճիշտ նպատակային է տվյալ իրավիճակի եւ տարածաշրջանի համար։ Եթե այնպիսի սպառազինություն է ձեռք բերում, որը արդյունավետ չի եւ մեր պահանջներին չի համապատասխանում, բանակի սպառազինությունը ո՞րն է։ Եթե կատվին ավտոմատ ինչ է անելու։ Կատուն այս դեպքում։ Ես համեմատություն եմ անում ընդհանրապես։ Դրոններ են ձեռք բերել, հայկական բանակը չի ունեցել այդպիսի դրոններ։ Որ դրոնն են ձեռք բերել։ Առնվազն զորահանդեսի ժամանակ ցուցադրվեցին հայկական դրոններ են, որոնք տեղի արտադրողներն են արտադրելից եղել, որոշակի կատարելագործում կա, բայց նորություն որպես այդպեսին ես չտեսա, ես տեսա վատացում ավելի։ Տեսեք, ֆրանսիական, որ մերոնք անվանափոխել էին Արամաստ կեսարները, իր տեխնիկական բնութագրերով եւ իր ունեցած պատմությունով բավական դրական է, բայց ֆրանսիականի կիրառումը հայկական տարածաշրջանում, մեր տարածաշրջանում եւ ընդհանրապես ասած դրա ապահովման խնդիրները լուծված են, այդ հարցերին պետք է նայենք եւ իր զինամթերքի համար եւ սպասարկման հետ կապված եւ դա կիրառող անձնակազմի մասով լուծված են այդ հարցերը։ Թող կանգնեն ասեն, որ լուծված են, ես կասեմ, ես սխալ եմ։ Ռոբերտ Քոչարյանը ասում է, պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը 5 միլիարդի զենք է թողել Ալիևին, այդպիսի։ Դա Ալիևն է ասել։ Ռոբերտ Քոչարյանը կրկնել է Ալիևի ասածը։ Եվ որևէ մեկը մինչև հիմա չի հերքել։ Իսկ ինչ ենք թողել։ Կարող եք ասել, ինչպիսի զենքեր են։ Տեսեք, պաշտպանության բանակի սպառազինությունը, որ հանձնվել է Ադրբեջանին, գնահատվել է այդքան։ Եթե քանակական եւ տեսակային առումով եք ուզում ներկայացնել, դա շատ երկար է։ Պարոն Խաչատրյան, այն խոսքը ինչպես կգնահատեք, որ Նիկոլ Փաշինյանը չնայած սկզբում նշում էր, որ արցախցիները չեն կռվել, փախել են, ասում էին ինչու չեք զոհվել, ինչու եք ողջ մնացել, հետո իր խոսքը խմբագրեց, ասելով, որ ի նկատի ուներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ այն հայ գեներալներին, ովքեր թողել են մարտի դաշտը եւ փախել են։ Որ գեներալն է մարտի դաշտը թողել եւ փախել կամ հա, հիմա որ պնայում են, թողել են, փախել են, չէ, չեն թողել, նույնիսկ նրանք մարտի դաշտ չեն թողել փախել, այն որ մարտի դաշտում է եղել չի թողել փախել։ Իսկ ինչ վերաբերում է ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը այն որ Բաքվի բանտում է, հա, իրանք փախել են ու հայտնվել են Բաքվի բանտում, հա։ Թե այն որ ընդամենը մի քանի օրվա իշխանություն էին եւ կոնկրետ ասում են ինչպես Սամվել Շահրամանյանը կարողացավ անցնել։ Գիտեք, մինչև մեղադրելը նախ պետք է ամեն մեկը իր պատասխանատվության եւ իր արժեվ ունեցած խնդրի կատարման վերաբերյալ հաշվետու լինի, հետո նոր ուրիշներին մեղադրի։ Եթե ես ունեմ պատասխանատվություն ձեր հարցերին պատասխանելու, ձեր հարցերին չեմ պատասխանում, դուք ինձանից կարող եք չեն նեղանալ, բայց երբ որ ես ձեր հարցերին պատասխանում եմ եւ դուք կտրատած ինչ որ տեսքով եք տալիս այս հաղորդումը, այդ դեպքում ես պետք է նեղանամ, ճիշտ է։ Թող Նիկոլ Փաշինյանը ասի ինքը իր պատասխանատվությունը, որ Հայաստանի Հանրապետությունը ունեցել է Արցախի Հանրապետության վերաբերյալ, ինչ չափով է կատարել, հետո նոր Արցախի ժողովրդին, այդ թվում ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրի։ Դեպ ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը իր առջև դրված պարտավորությունները չի կատարել։ Ես այդ հայտարարությանը ծանոթ չեմ, բայց որ պարտավորությունների մասին է խոսքը, ինչ կարգով պետք է կատարվեր, ինչ չեմ կարող մանրամասնել, միգուցե դուք ինչ որ բան կոնտեքստից կտրված եք ասում։ Հայկական զինված ուժերը այն ինչ որ խնդիր ունել են, եթե դրա մեջ մտնում է պաշտպանության բանակը կամ այլ, թող կոնկրետ ներկայացնեն ինչ պահով չի կատարել,
Բայց առհասարակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 44 օրյայի ժամանակ ինչ պիտի կատարել։ Ներողություն, բազմաթիվ անգամներ ես պատերազմի մասին մեկնաբանություններ տվել եմ եւ ովքեր պատերազմում զինված ուժերը երկրից, պետությունից տարանջատված ներկայացնում եւ մեղադրանքներ են ներկայացնում, ինքը առնվազն անհասկացող է, անհասկացող է։ Իսկ ավելի շատ ինքը մեծախոս է եւ դատարկաբան։ Եթե ասում են պետության իշխանությունները, պետական ողջ կառուցվածքը, մեր ամբողջ կառավարման համակարգը ճիշտ գործել է, բայց զինված ուժերը չի կատարել էդի, ես ստեղ բան չունեմ ասելու, բայց երբ որ մինչև զինված ուժեր հասնելը մյուս կառուցվածքային ստորաբաժանումների մասին որևէ բան չկա ու ամբողջ մեղքը բարդում են բանակի վրա, սա նորից եմ ասում, դատարկաբանություն եւ ընդհանրապես պատկերացում ու խոշոր հաշվով պատերազմից գաղափար չունեցող մարդկանց ուղղակի դուրս տվածքներ են։ Ենթադրյալ պատերազմի դեպքում Հայաստանի զինված ուժերը ձեռք բերված ռազմամթերքով եւ զինտեխնիկայով կարող է պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը։ Այսօրվա դրությամբ Ինչ Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել։ Ես ամբողջական պոտենցիալին չեմ տիրապետում, բայց այն բացը, որ մենք ունեցել ենք եւ այս տարիների ընթացքում պետք է լրացվեր հավանական հակառակորդին դիմակայելու համար միանշանակ կարող եմ ասել չի լրացվել։ Մնացածը ինչպիսի պոտենցիալ ունենք, ինչ խնդիր կարող են կատարել, ինչպես իրենք են նշում, ինչ պաշտպանունակություն ունեն, ես դա իրականում ռեալ չեմ կարող։ Պատերազմի վտանգ տեսնում եք։ Միանշանակ։ Որ դեպքում։ Եթե Նիկոլը մնա։ Իրենք էլ հակառակն են ասում, պարոն Խաչատյան։ Տեսեք, իրենց ստեղծած խաղաղության ճարտարապետությունը կքանդվի։ Գիտեք ինչ, դուք պատերազմ ասելով պատկերացնում եք միայն զինված բախում, չէ, բայց պատերազմը երբ է սկսվում։ Տեղեկատվական դաշտ։ Լինում է տեղեկատվական պատերազմ, տնտեսական պատերազմ, հոգեբանական պատերազմ, ես դրանց մասին չեմ ասում, ես ասում եմ պատերազմ երբ է սկսվում, երբ ինչ որ քաղաքական սուբյեկտ իր կամքը, որ ուզում է մեկ այլ սուբյեկտի թելադրել, ուղղակի դիվանագիտական կամ այլ լծակներով չի կարողանում թելադրել։ Եթե թելադրանքը կա եւ կատարողը կա, այսինքն այդ պատերազմը կա արդեն, եթե կա պահանջ ինչ որ բանի, արդեն կա պատերազմ։ Մենք պատերազմը եթե ռազմական բախումն ենք դիտարկում, հա, դա մի քիչ այլ մեկնաբանություն ունի, բայց եթե կա պահանջ ու այդ պահանջը կատարվում է, դա նշանակում է պատերազմ եւ պատերազմում իր ունեցած նպատակների հասնել։ Ընդունում ենք, չէ՞ որ կա տնտեսական պատերազմ, ընդունում ենք, չէ՞ որ կա հոգեբանական, կա տեղեկատվական եւ այլ պատերազմներ։ Դա ամբողջը արվում է ինչի համար, որպեսզի քո ցանկությունը, որպես քաղաքական սուբյեկտի թելադրես մեկ այլ քաղաքական սուբյեկտի պետության։ Եթե դա կատարվում է, այսինքն այդ պատերազմը ընթացքի մեջ է եւ քո նպատակներին դու հասնում ես։ Իմ ասելու իմաստն էր, որ իրենք շարունակելու են իրենց պահանջները եւ կատարի, այսինքն պատերազմը շարունակվում է, քանի կա պահանջ, պատերազմը հիմա էլ շարունակվում է։ Չի դադարեցվել։ Եվ այդ իրանց նպատակներին հասնելու գործընթացը նմանապես շարունակվում է։ Ու մինչև վերջին կետը, որ Հայաստանի չգոյությունն է, իրենք գնալու են։ Ես հայի գոյության կամ չգոյության մասին չեմ խոսում, Հայաստան պետության, որը որևէ ժամանակաշրջանում թուրքական որևէ իշխանության կողմից չի ընկալվել կամ ընդունվել, որ պետք է լինի։ Ամբողջ նպատակը եղել է հայկական պետության վերացումը։ Ու իրանց նպատակը շարունակում է գնալ, այսինքն պատերազմը հիմա էլ շարունակվում է եւ այս իշխանությունների մնալու դեպքում իրենք հասնելու են վերջնական հաղթանակի։ Պարոն Խաչատյան, Ղարաբաղյան հակամարտությունը կամ Ղարաբաղի հարցը կարող էր հիմք հանդիսանալ, որպեսզի Հայաստանի Հանրապետությանը զենք չվաճառեին միջազգային գործընկերները։ Կարող է։ Բայց եթե կարող էր նախկինում, որ զենք չվաճառեին,
Ըստ ձեզ մենք զենք չէինք գնում, չէին բաց Ռուսաստանի Դաշնությունից են։ ոչ միայն, այդպես չի։ Չգիտեմ դա ում տեղեկատվություն Փաշինյանն է ասում։ Դե հիմա Նիկոլ Փաշինյանի ասածին, եթե ես անդրադառնամ, մի հատ ճշմարտություն ասեք, որ կարանք ասենք, այսի ճիշտ ասել։ Մի բառ ասեք, ես ասեմ լավ, ուրեմն էդ էլա ճիշտ ասել։ Կա այդպես բան։